Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Տեսակապով զրուցել ենք Շվեյցարիա-Հայաստան խորհրդանական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շահինյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Խնդրեմ, շնորհակալություն ձեզ, որ դաղավարում հրավիրեցիք։ Պարոն Շահինյան, Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով խաղաղության համաժողով կազմակերպելու մասին բանաձևի ընդունումից հետո մայիսի 26-ին իր գործունեությունն է մեկնարկել 19 պատգամավորներից բաղկացած Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարիական նախաձեռնության հանձնախումբը, մասնավորապես ինչ աշխատանքներ է իրականացնում կամ իրականացնելու հանձնախումբը, ինչ ակնկալիքներ կամ սպասելիքներ ունենալ։ Կարևորագույն թիրախը այդ հանձնախումբի դա գրինի ուղղակի արտաքին գործերի նախարարության յետևը իր շունչը տնել, որովհետեւ այդ նախաձեռնած եւ քվեարկված հայցը կարողանա շարունակվի եւ նույն մորացության կամ այսպես ասենք пассивության չթողվի, ինչպես որ դժբախտաբար ուրիշ խնդիրներ այդ ճակատագիրը ունեցան, ինչպես որ օրինակ համար Պաղեստինյան եւ իսրայելական հարաբերությունների համերաշխությունը։ Դրա հետ կապված հանձնախումբը կունենա մի շարք թե ազգային, թե միջազգային նախաձեռնություններ, որոնք արդեն նախադեсվել են եւ արդեն այս ամառ պիտի իրականանան։ Առանց Հայաստանի իշխանությունների մասնակցության կամ նրանց աջակցության ինչ հնարավորություններ եք տեսնում այս իրավիճակում, որովհետև Արցախի մասին, արցախցիների վերադարձ իրավունքի մասին նրանք չեն խոսում։ Թույլ տվեք, որ ես այս խնդրի մասին չխոսեմ, մանավանդ այդ ակնկալությունը կամ այդ վստահությունը, որ Հայաստանի pedagoganությունը չի մասնակցում այս խնդրի հետևը, անպայման չի, որ իրականության համապատասխանի։ Ինչ որ գվերապերի այդ ինչ, որ հայտարարված է միջազգային դաղավարում կամ հասկանալի ցևով բաների կողմից, մեր հագարագործների կողմից, դա հասկանալի է, բայց պետք է իրականության հետևիլ եւ պետք է ճիշտ դիվանագիտական գործիքներին հետևիլ եւ ոչ հայտարարված պիտի ասեի պոպուլիստական կամ ոչ այսպես ասենք իրականության համապատասխանող գեդերին։ Կրոնական ազատություն, հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում, Լեռնային Ղարաբաղում խորագրով միջազգային համաժողով տեղի ունեցավ Բեռնում։ Հայաստանից մասնակցում էր ամենայն հայոց կաթողիկոսը, համաժողովը եթե ամփոփենք, ինչ արդյունքներ ունենք։ Դրա մասին ես չեմ գնալ խոսի, որովհետեւ ներկա չէի, բայց ամենայն դեպս ես կարող եմ ասել, որ մշակութային եւ եկեղեցական ժառանգության մասին այս տեսակ տաղավարում բարձրացնել կարողանալ բարձրացնել խնդիրը դա շատ կարևոր մի հնարավորություն է եւ դա կպատկանի այդ soft power-ի հասկացողության, ինչի մասին ես նաեւ ամսուն 26-ին խոսացի։ Ամսի 26-ին մասնավորապես ինչ արդյունքներ գրանցվեցին այդ համաժողովում։ Իրականությունը, որ այս տեսակ 19 հոգյանոց եւ ավելի ճիշտ 19 պատգամավորների հանձնախումբ է ստեղծվել եւ ինչու համար է ստեղծվել տեպքն է եւ փաստն է այս օժանդակ հանձնախումբի մասնակցության ստեղծելուն սա է կարևորագույն քայլը որ տեղի ունեցավ երկու ազգային կարևոր ռադիոն եւ ազգային լրատվության սպասարկությունը ներգային եւ անդրադարձան ամսուն 26-ին դեղի ունեցած ներգայացման եւ կգարձեմ որ սա էլ շատ կարեւոր առաջդիմություն է արձանագրվելու հետագան պիտի տեսնենք իհարկե որովհետեւ հիմա ոնց որ մանուկը ծնվեց հիմա պետք է մանուկը աճի եւ ճիշտ պետք է աճի Իսկ առհասարակ Շվեյցարիայից դուք ինչ եք ակնկալում այս իրավիճակում այդ ինչ որ ուղղակի հայցը խնդրեց այսինքն որ Շվեյցարիան կարողանա իրականացնել Ղարաբաղի ներկայացուցիչների եւ Ադրբեջանի pedagoganության միջև խաղաղության հարթակ
ուր որ երկու կողմերը կարողանան իրար հասկանալով խոսիլ շատ հստակ ձևով վստահ, այսինքն ապահով վերադարձի մասին Արցախի ժողովրդի իրեն բաբենական հայրենիքում եւ պաշտպանությունը իհարկե ինչ խոսք մշակութային ժառանգի բայց նույն ժամանակ պետք է անպայման խոսվի 23 հոգիի այդ դատավարության մասին, որը դեղի է ունենում այս պահուս Բաքուում եւ որը բոլոր միջազգային իրավունքների հիման վրա կարելի չէ իբր իրավասու նկարագրել։ Առհասարակ միջազգային հանրության լռությունը այս պայմաններում դուք ինչով եք բացատրում։ Որը շատ ավելի կարևորում են Ադրբեջանի թե տնտեսական թե ռազմավարական թիրքը, քան Հայաստանինը։ Արցախցիների վերադարձի իրավունքը իրացնելը նման պայմաններում դուք իրատեսական համարում եք, հասկանալի է, որ պետք է հարցը մշտապես օրակարգում պահել, բայց ասում են դա անիրատեսական է, որովհետև Ադրբեջանը երբևէ անվտանգության երաշխիքներ չի տալու։ 1850-ին լուսին երտալու հնարավորությունը ոչ իրատեսական էր։ Ժյուլ Վերնը ուղղակի գրեց սակայն այդ նախապայմանի մասին եւ 1968-ին 1969-ին ներողություն մարտը կարողացավ լուսինի վրա երթալ։ Մենք իրավունք չունենք երկու խոսքով հրաժարվել մեր բաբենական իրավունքներից։ Սա ցույց է տվել 1920-ի Ուիլսոնյան դատավարության մասին է խոսքը։ Տարբերությունը այն է, որ հոս մենք լրիվ դարբեր պետականության իրականության առջև են գտնվում, ինչ որ կվերապերի Հայաստանը։ Չի կարելի համեմատել այսօրվա Հայաստանը 1920-ի Հայաստանին։ Այսօր մենք միջազգային իրավունքի տեսակետեն շատ ավելի ամուր հնարավորություններ ունենք եւ այդ հնարավորությունները պետք է մինչեւ վերջը կործածենք։ Միևնույնն է, ով է այս պետականության գլուխը եղող վարչախումբը։ Բայց այստեղ Հայաստանի իշխանությունների անելիքներն ավելի շատ չեն, քան օրինակ դուք այդտեղից ինչ կարող եք անել, եթե Հայաստանի իշխանությունները այս հարցերը չեն բարձրաձայնում։ Երկու բաներ կան, երկու ծրագիրներ կան, իշխանությունների անելիքները որոշ են եւ այստեղի կորզատիր մարմինների եւ օրենսդիր մարմինների անելիքները շվեյցարիական ուրիշ են։ Կարելի է համատրել եւ չեմ ճխտում, որ դա համատրված չի, բայց երկու քիզերը դարբեր են։ Իհարկե որ հակին կորս կա լինելու եւ արբելիկ, որը չի արվում իմ թադողությունից դուրս մի բան է, որը չեմ ուզում մեկնաբանել, բայց իրականությունը այն է, որ կորձը սկսել է։ Իսկ Շվեյցարիայի համայնքը ակտիվ ներգրաված է այս գործընթացում եւ դեսպանատան աջակցությունը կա թե ոչ։ Այո։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Ալիևը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին, որովհետև Հայաստանում խոսում է արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Ասում է Ալիևի ասածը հայելային պատասխանն է։ Այսինքն հիմա երբ որ արցախցիների վերադարձի իրավունքի հարցը բարձրացվում է, որքանով դա աղերս ունի 80-ականների վերջերին 90-ականների սկզբներին Հայաստանից փոխհատուցումներ ստացած եւ Հայաստանից մեկնած ադրբեջանցիների հարցի հետ այս հարցերը երբ որ մի հարթության են բերում միջազգային հանրության համար էլ անընկալելի չի դառնում այս խնդիրները եւ ձեզ համար դժվարություններ չեն առաջանալու բացատրելու նույն ձեր միջազգային գործընկերներին, որ այս հարցերը իրար հետ առհասարակ կապ չունեն։ Ալեն Սիմոնյանի արտահայտություններու մեկնաբանությունը ինձանից դուրս մի բան է։ Իսկ բովանդակային եթե անդրադառնանք, նման հայտարարություններ չեն վնասում գործընթացին։ Չեմ ուզում արտահայտվել։ Դուք նշել եք, որ տեսնելով թե ինչպես են շարժվում Ադրբեջանը եւ Թուրքիան եւ վերլուծելով Տիրանայում թե Ալիևի թե Էրդողանի ժեստերը, կույր պետք է լինել չհասկանալու համար, թե ինչ դժվարություններ են սպասվում թե Հայաստանին, թե Արցախին, մասնավորապես ինչ դժվարությունների մասին է խոսքը, որովհետեւ այստեղ ասում են, որ պատերազմի չի լինելու, խաղաղության դարաշրջան է բացվելու, խաղաղության պայմանագիրը ստորագրելուց 5 րոպե հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտուր է լինելու։
Ով մի քանի հարցեր միասին դվիկ, առաջին հերթին ես հատկան վստահ չեմ, որ արևդուրը արդեն դեղի չի ունենում։ Իսկ երկրորդ դժվարությունների մասին դա ակնհայտ է, այսինքն մենք իրավունք չունենք ընդհանրապես մեր միջազգային հայցերից հրաժարվել։ Մենք պետք է շարունակենք հոն մոդեռնիստնել, ուր որ վերքը ցավում է, եւ դա ցավում է։ Եվ իհարկե արվելիք կորձնայությունը, ինչ որ սա կարող եմ շեշտել, քանի որ արդեն ասել եմ, ուղղակի պիտի գրկնեմ, Հայաստանի Հանրապետությունը իրավունք չուներ չհասկանալու, որ ամենաթույլ մասը եւ դժբախտաբար նույն ժամանակ զոր մասը մեր հագարագործների դա իրեն քանցանակն է։ Եվ մեր հագարագործների քանցանակը սոկարն է։ Հիմա սոկարը ինքից ինքը մի քանի պատճառներով խոցելի դարձուց միջազգային իրավունքի վրա հիման վրա եւ այդ ուղղությամբ ահագին կորձել կա որ Հայաստանը դա անում է բնավ վստահ չեմ որ մենք դա պիտի անենք կարող եմ ցեզ վստահեցնել Իսկ մասնավորապես ինչ դժվարությունների մասին է խոսքը այս պահին, որոնք սպառնում են Հայաստանին եւ Արցախին, դուք ինչ նկատի ունեիք։ Որ շարունակ մեր հագարագործի ակնկալիքի աջակցություն դրվի եւ հասկացողություն դրվի։ Հիմա մի բան է իհարկե ինչ որ դուք ներկայացնում եք դեպի դուրս, ուրիշ բան է ինչ որ դուք նախաձեռնում եք ներքին քաղաքականության տեսակետեն։ Պետք է ասեմ, որ երկու իրականությունների միջև տարբերությունը մեծ է։ Եվ այս պահուս ես անձամ դժվարություն եմ տեսնում եւ մենք իրավունք չունենք ոնց որ ասեցի մեր իրավունքների հետ կայնելու ինչպես որ մենք իրավունք չունենք ընդհանրապես արցախցիներու վերադարձի մասին խոսելու խնդիրը բարձրացնելու սա pedagogan մագարտակով եւ մենք իրավունք չունենք 23 հոգու դատաբարության խնդիրի մասին ցերկերնից ցալած մնալու սա ակնհայտ մի խնդիր է որը Հայաստանի pedagoganության կողմէ ոչ միայն աջակցություն, այլ կորձնայություն կբահանջի եւ չմոռանանք այդ ինչ որ առաջ ասեցիք, այսինքն մեր պատմական ժառանգի ճակատագիրը իրապես վտանգի տակ է Ղարաբաղում եւ այդ տեսակ ժառանգ չի որ միայն քրիստոնեական լինի նաեւ նախաքրիստոնեական ժառանգի մասին է խոսքը դիկրանագերտը բոլորը մոռացակ թե ինչ կարեւորություն ունի ընդհանրապես մեր պատմության համար Եվ դա քրիստոնեությունից առնվազն մի հազարամյակ առաջ դեղի ունեցել եւ իրականացել էր։ Այսինքն ուզում եմ ասել, որ հոս բաներ կան, իրականություններ կան, որոնք չի կարելի ուղագիս փունքի մի ակտով ժխտել եւ ասել որ եթե մենք խոսենք ուրեմն դիմացինից մենք իրավունք կտանք որբեսի ավելի ծանր եւ ավելի բարձր ակնկալիքներով ինքը կա մենք պիտի անենք այդ ինչ որ ճիշտ է Ադրբեջանի հայտարարությունները հաշվի առնելով դուք տեսնում եք այդ երկրի կողմից խաղաղության գնալու որևէ քայլ Իհարկե որ ոչ Եվ սա նաև կնշանակե, որ մենք որևէ խաղաղության գնալու քայլի պետք չէ սպասենք, նույնիսկ եթե մենք աջակցենք մեկ քայլ մյուսից հետո իրենց ակնկալիքներին։ Մենք հոս պետք է այդ դիվանագիտական խելացիությունը եւ խալամետությունը ունենանք, ուղղակի ասելու ստոպ։ Իսկ Ադրբեջանի կողմից խոչընդոտներ կան հանձնախմբի աշխատանքներին արդեն, թե դեռևս չեք բախվել այդ իրականությանը։ Իհարկե որ կան։ Իհարկե։ Մասնավորապես ինչ կերպ են դրսևորվում։ Չի պիտի խոսիմ սրա մասին։ Նման պայմաններում, բայց ակնկալել, որ հնարավոր լինելու է հասնել այդ ձեր նշած երկխոսությանը Ադրբեջանի մի կողմից, մյուս կողմից Արցախից տեղանված մեր հայրենակիցների միջև։ Ես չի պիտի սպասեմ Ադրբեջանի ռազմկորձնայության, որովհետեւ ինչ ճիշտ կարողանամ արժև դանել։ Եվ մենք շատ լավ գիտենք, որոնք են այդ կանալները, որ պետք է կորզազենք, որովհետեւ մենք կարողանանք մեր ճիշտին հասնել։ Պարոն Շահինյան, տեսեք, այդ դժվարությունների թեման շարունակելով ձեր ասած Հայաստանին եւ Արցախին սպասվող ԱՄՆ կոնգրեսում պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայտարարել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության իրական վտանգ կա
եւ նշել էր, որ Միացյալ Նահանգները փորձում է այն կանխել եւ դրանից օրեր անց Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչության ղեկավարն է ասել, որ Սյունիքի շուրջ ստեղծված լարվածություն կա։ Ինչի մասին են վկայում այս հայտարարությունները, արդյոք սրանք ռեալ վտանգների մասին զգուշացումներ են։ Երկրորդ ծեր հաստատությունից սկսենք, այո, իհարկե։ Սա ռեալ խնդիր է, որ բայց սա նորություն չի, որ ընդհանրապես Ադրբեջանը իրականացնում է կամ փորձում է իրականացնել եւս մի անգամ բռնի ուժի միջոցով իրեն սպառնալիքները, դա այսօր չի պիտի սպասեինք դա իմանալու համար։ Մենք պետք է անենք ինչ որ պետք է անենք մեր բանակը հզորացնելու համար եւ մեր pedagogiությունը հաստատեցնելու համար։ Ինչ որ գվերապերի Մարկո Ռուբիոյի ասածը դիվանագիտական գետնի վրա կարևոր իրականություն է ներկայացնում, մանավանդ ինչ որ գվերապերի Վաշինգտոնի ներգրավվածությունը այս հագամարտությունը գեցնելու համար։ Ինչ որ դուք չասեցիք եւ որ ես պիտի շեշտեմ սակայն Սերգեյ Լավրովի հայցն է Հայաստանում այս վերջին օրերս ինչ որ կվկայացնե Ռուսաստանի ամենայն թեպս իրեն հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ եւ Արարատ Միրզոյանի անդրադարձումը պետք է ասեմ որ բավական խոյեմ եղավ եւ հասկացնել դվավ որ Հայաստանը որևէ մի հագաստեցություն դեպի Ռուսաստան չունի նայելով նույն ժամանակ դեպի Եվրոպա այլ պատճառներով եւ որ պետք չէ այս հայացքը տեսնել իբր հագարուսական հայացք դա շատ հասկանալի եւ հետեւելի մի սկզբունք է Հիմա սա ինչ կնշանակի որ հապկը եթե որևէ մի բան դեղի ունենա ներդրում դեղի ունենա Հայաստանում պիտի շարժվի ոնց որ Ղարաբաղում դեղի ունեցավ գրնամ եւ ոնց որ Վարդենիսում դեղի ունեցավ Ղարաբաղի եւ Սյունիքի եւ Նկատի ունեք ադրբեջանական հարձակումները հարձակումի մասին դեպի Հայաստան, այո, Սյունիքի հատվածում, Տավուշի հատվածում, Վարդենիսի հատվածում։ Այո, ուրեմն հոն пассивությունը բանի Ռուսաստանի դա ակնհայտ էր։ Հիմա եթե նոր հարված տեղի ունենա Մեղրիում, ոնց պիտի անդրադառնա Ռուսաստանը, ես չեմ գիտեր մանավանդ հաշվի առնելով 9 նոյեմբեր 2020-ի պայմանակրի հիման վրա, որը ասում էր տեքստուալ ցևով, որ այդ տեսակ մի միջանցք եթե դեղի ունենա, դա միմիայն եւ միմիայն Ռուսաստանի վերահսկողության տակ պիտի ունենա։ Հիմա ամբողջ այս իրականությունը պետք է ճիշտ լարի վրա տնել եւ պետք է լավ հասկանալ, որ իրականության մեջ մեզ ինչ է սպասում բայց պետք է նույն ժամանակ հասկացնել նաև դալիս որ մենք ցերկերնից ցալած սпасելու իրավունք չունենք Իսկ Իրանի դերակատարությունը այստեղ ինչպեսին կարող է լինել, որովհետև թերևս տարածաշրջանում միակ պետությունը, որ հայտարարում է, որ որևէ միջանցք չպետք է լինի, դա Իրանն է։ Հիմա դուք շատ լավ գիտեք, որ Իրանը մասնակցեցավ Ադրբեջանի հետ միասին զորավարժությունների, որը Լաչինում տեղի ունեցավ եւ Լաչինում մի քանի օր առաջ երրորդ, չսելու համար արդեն 4-րդ օտանավակայանն է բացվել հենց Էրդողանի ներկայությամբ։ Հիմա սա ցես հասկանալ դալիս է թե Բարսկաստանը ինչ ցևով պատրաստվում է, ինչ ցևով նաև փորձում է դեղեցություններ հավաքել, ինչ որ գվերապերի իրեն չգիտեմ որքան բարեկամ, չգիտեմ որքան հարաբերագործ երկիրի հետ, որը Ադրբեջանն է։ Սա եմ ես հասկանում եւ սա եմ ես նկատում, հաշվի առնելով, որ Բարսկաստանը երեկվա պետությունը չէ եւ իրեն դիվանագիտությունը եւ իրեն pedagogiությունը հազարամյակի ներու փորձ հավաքած մի pedagogiություն է եւ ինքը չի սպասում որևէ մեկում, որովհետեւ ինքը կարողանա ճիշտ քայլերը նախաձեռնել եւ սա այդ քայլերի մեջ պետք է դեղավորել։
Իդեպ նույն այդ ձեր հիշատակած զորավարժությունների օրերին Հայաստանում էր Իրանի պաշտպանության նախարարը, որը եւս մեկ անգամ վերահաստատեց Իրանի կարմիր գծերը սահմանի անփոփոխելիության եւ որևէ կերպ միջանցքի անընդունելիության վերաբերյալ։ Այս ձեր արդահայտությունով արդեն պատասխանեցիք ձեր հարցումին։ Ձեր դիտարկմամբ Հայաստանի դաշնակիցներն այս պահին ովքեր են հնարավոր զարգացումների պարագայում Ադրբեջանի հետ։ Ճիշտ ասած չգիտեմ, որովհետև ընդհանուր պատկերը շատ բղդոր է։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ մենք որևէ մի աչագիծի բացակայությունից չենք կրնա խնամվել եւ ամեն ինչ պետք է անենք, որովհետեւ թե հյուսիս, թե հարավ, թե արևմուտքի, արևելքական այս պահուց չեմ տեսնում, դված հնարավորություններից պետք է օգտվենք։ Իդեպ դուք Արարատ Միրզոյանի հայտարարություններին անդրադարձաք, այստեղ այսպես կոչված Եվրոպամետների մոտ դժգոհություն կա այդ հայտարարություններից, մասնավորապես ասում են ինչ է նշանակում, որ չպետք է Ռուսաստանի հետ այդ դաշնակցային հարաբերությունները վերաֆորմատավորել եւ Եվրոպական միության անդամակցության վերաբերյալ Արարատ Միրզոյանի հայտարարությունները եւս դժգոհություններ են առաջացրել, սա ինչով եք պայմանավորում։ Չգիտեմ, բայց եւս մի անգամ Եվրոպան թող առաջին հերթին քայլը թողանի, որբեսի Հայաստանի անվտանգությունը կարողանա պահպանվել, հետո մնացորդի մասին կարող ենք խոսել։ Իդեպ Հայաստան-Ադրբեջան արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստում այնտեղ կետ կա, որի մասին հայտարարվել էր, որը վերաբերում էր նաև Եվրամիության դիտորդներին, կարծես թե ինչու է Ադրբեջանը այսքան անհանգիստ երրորդ ուժերի ներկայությամբ։ Բա դուք ոնց եք ուզում ձեր ոչիրը կատարել վգայի միջոցով։ Շատ հստակ է։ Բայց Եվրամիության դիտորդներն այս պահին ինչ են անում այս տարածքում։ Վգայի թերն են կատարում, ուրիշ բան չեն գտնարնել։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև եթե որքան մենք վգա ունենանք, այդքան ավելի դժվար մեր հակառակորդը կգրնա բռնի ուժով եւս մի քայլ անի, որբեսի մեր սուվերանությունը վտանգի տակ մտնա։ Եթե ամփոփենք մեր զրույցը, այս պահին ինչ կարևոր քայլեր կառանձնացնեք, որոնք պետք է անի Սփյուռքը եւ պետք է անեն Հայաստանի իշխանությունները։ Դժվարացնում եք թիրքս։ Նախ եւ առաջ, երբ որ ես ասեմ, որ Սփյուռքը մի ուղղությամբ պետք է շարժվի, դա երկինքից իջած բարապ խոսք չի։ Մենք պետք է խելամիտ քաղաքականություն կարողանանք վարել, կարելի եղած ինչապ համատրած մեր պետության հետ, եթե այս պահուստա կարելի չէ, ամենայն դեպս պետք է խելամիտ մի ուղղություն ընդհանրապես բռնվի, որբեսի այդ երկիրներում, ուր որ մենք ունենք ներկայություն, այդ հասկացողությունը կարողանա բարձրանալ, որբեսի մեր իրավունքները, այսինքն մեր պետականության իրավունքները կարողանան պահպանվել։ Սա է ամենակարևոր քայլը, որ պետք է արվի, եւ սա պետք է արվի թե Սփյուռքի ուժերի միջոցով եւ թե Հայաստանի պետականության ուժերի միջոցով։ Ավանդաբար Սփյուռքի հիմնական ուղղությունը աշխատանքի եղել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, այս պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են նույն շվեյցարահայ համայնքում։ Այո։ Չնայած Հայաստանի իշխանությունների հայտարարությունների։ Կարևոր չի։ Որոշակի խոչընդոտներ չեն առաջանում այդ հայտարարությունների համատեքստում։ Ոչ։ Իսկ ձեր դիտարկմամբ ցեղասպանության թեման բերել օրակարգային դարձնել եւ ասել դեռ պետք է քննել թե ինչ է տեղի ունեցել, ինչ նպատակով էր արվում եւ ինչու է նաեւ Էրդողանի թիրախում հայկական Սփյուռքը։ Պարբերաբար այդ մասին խոսում է։ Ինչ որ գվերապերի առաջին մասը արդեն պատասխանեցի եւ մեր համայնքի խորհուրդը պատասխանեց հենց Նիկոլ Փաշինյանի ելույթից անմիջապես հետո։ Ինչին մենք տակավին պատասխան չենք ստացել։ Ինչ որ գվերապերի Էրդողանի փորձը, դա իրեն գիտնալիք խնդիրն է եւ դա եւս մի անգամ հասկացնել տալիս է, որ արյունոտ վերքը հենց դա է իրեն համար եւ ոչ միայն իրեն համար, այլ նաեւ իրեն եղբայր երկրի Ադրբեջանի։ Երեք Նիկոլ Փաշինյանը Սարդարապատում իր ելույթում հայտարարեց, որ մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք այլևս չունի,
հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված է իդեմս Հայաստանի Հանրապետության, իդեմս պետության։ Այստեղ երեկվանից քննարկվում է, թե մեր ժողովուրդը երբ է առհասարակ հայրենիք փնտրել, եւ որոշակի այստեղ ուղղվածություն էին տեսնում նաեւ սփյուռքահայերին։ Դուք այս հայտարարությանը ինչ կերպ կարձագանքեք։ Դուք երբևէ հայրենիք փնտրել եք։ Իհարկե որ հայրենիք փնտրել եմ եւ հայրենիքալ գտել եմ։ Իսկ մի բան է ինչ որ գվերապերի իրադեսության մասին, ինչ որ դուք ասում եք ուրիշ բան, դա է ինչ որ ես ունեմ։ Ես ուղագի նստիմ եւ երազներու մասին խորիմ, երբ որ ես իմին ունեցածս չեմ կարողանում պաշտպանել, դա արդեն սկիզոֆրենիայի մի տեսակ արդահայտություն է։ Լավ կլիներ, որ վարչապետը հասկանար, որ մեր հայրենիքը, իրեն հասկացած հայրենիքը այսօր ոչ միայն վտանգի տակ է, այլ 240 քառակուսի կիլոմետր ի չափով ներգրավված է։ Եվ լավ կլիներ, որ ինքը դրա մասին բարգյամը նստեր եւ խորեր եւ այդ իրողությունը կարողանալ ազատագրելու մասին խորեր եւ պետք եղած լուծումները բերեր։ Ես վստահ եմ, որ այդ ուղղությամբ ինքը աշխատում է կամ առնվազն խորում է։ Սակայն հենց Սարդարաբադում այդ տեսակ ելույթով կալ եւ խոսիլ կարծում եմ այդքան դեղին չէ, որտեվ ոնց որ դուք գնաք մի հրաժեշտ տալու մի հանդիսավորման խոն ուրվոր 28 մայիսը մեր սահմանադրության մեջ արձանագրված է իբր ազգային օր եւ մենք իրավունք չունենք հրաժարվելու այդ առնվազն հիշողության մասին։ Ձեր նշած, ձեր բարձրացած հարցերին ի պատասխան ասում են սահմանազատմամբ եւ սահմանագծմամբ ադրբեջանցիներ դուրս կգան այդ տարածքից եւ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ բոլոր հարցերը կլուծվեն։ Խնդրեմ, եթե մարդիկ կարծում են, որ սահմանակցային խնդիրը պիտի կարողանա ինքնուրույն խնդիրները լուծել, խնդրեմ, դա թողում եմ այդ մարդկանց, որ դրա հավատում են, բայց եթե մենք նոյեմբերյանի, այսինքն ոսկեպարի եւ Արցվաշենի հատվածները հետ տալով կարծում ենք, որ խնդիրները պիտի լուծվեն, առնվազն մի փոքր խնդիր ունենք, ինչ որ ռազմավարական դեսանգյունից եւ Բայց Ադրբեջանը չի էլ հայտարարել, որ այդ տարածքները պատրաստվում է հետ տալ։ Իսկ ով է սպասում, որ Ադրբեջանը հետ տա։ Այսինքն բավականին բարդ իրավիճակ է եւ այս պահին մի տեսակ անելանելի նույնիսկ։ Չէ, երանելի է, ամեն ինչը երանելի է, ամեն ինչը երանելի է, պետք է ղաց կորձիկները պետք է կորձածել, պետք է բանի բերել, կորձի պետք է բերել եւ պետք է հասկանալ, թե ինչպես պիտի արժեվ երթանք եւ անկարելի չէ, սա եմ ուզում ասել։ Մենք այդ տեսակ այն երանելի գացության արժեվ չենք գտնվում։ Սփյուռքի ներուժը ճիշտ օգտագործվում է այս պահին ձեր դիտարկմամբ։ Ոչ։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, շատ շնորհակալ եմ։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։